Սիրելի հեռուստադիտողներ, Տեր Հիսուսի անունով բոլորիդ ողջունում ենք։ Մարդկային պատմությունը 7 տարբեր դարաշրջաններ է անցել, եւ մենք գտնում ենք 7-րդի մեջ։ Իսկ որոնք են նախկին 6-ը։ Առաջինը կոչվում է Եդեմական շրջան կամ անմեղության շրջան, երբ որ Աստծո կողմից ստեղծված առաջի զույգը Ադամը եւ Եվան Եդեմական պարտեզի մեջ դրվեցին, մինչև այն պահը, երբ որ Աստծո խոսքին աննազատ գտնվելով մեղք գործեցին եւ վտարվեցին Եդեմական պարտեզից։ Երկրորդ շրջանը խղճի շրջանն է։ Աստված մարդ արարածի մեջ դրեց խիղճ, որ նաեւ դատավորի դեր է կատարում։ Եվ սա էլ երկրորդ շրջանն էր։ Երրորդ շրջանը մարդկային կառավարության կամ բաբելոնյան շրջան, բաբելոնյան աշտարակաշինության շրջանն էր, երբ որ մարդը ինքը ուզեց իր գլխի տերը լինել եւ սկսեց կառուցել մի աշտարակ, որպիսի Աստված որևէ ձևով իրեն չկարողանա պատժի եւ իրենք են, որ պիտի ղեկավարային, սակայն գիտենք այդ շրջանը երկար չհարատևեց եւ այդ շրջանն էլ անցավ։ 4-ը դա նահապետական շրջանն է, 5-րդը օրենքի շրջանը, 6-րդը շնորհքի շրջանը, որի մեջ գտնվում ենք, եւ վերջինը, որ դեռևս ապագային պիտի գա, սա հազարամյա թագավորության շրջանն է։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ Եգիպտոսից ծառայության տնից հանեցի։ Իզնից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուրքեր չշինես ոչ երկնքի մեջ, ոչ երկրի վրա կամ երկրի տակ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Դրանց երկրպագություն չանես ու դրանք չպաշտես։ Քանզի որ ես քո Տեր Աստվածը նախանձավոր Աստված եմ, որ կհատուցեմ հայրերու անօրենությունները որդիներուն մինչև նրանց 3-րդ ու 4-րդ սերունդը, որ կատեն ինձ։ Եվ կողորմեմ նրանց մինչև 1000 սերունդը, որ կսիրեն ինձ ու իմ պատվիրաններս կպահեն։ Տիրոջ, քո Աստծուտ անունը պարապ տեղ բերանը չառնես, քանի որ Տերը իր անունը պարապ տեղ բերան առնողներին անմեղ պիտի չհամարե։ Հանգստյանդ օրը սուրբ պահե։ 6 օր պիտի աշխատես ու բոլոր գործերդ անես, բայց 7-րդ օրը Տիրոջ քո Աստծու հանգստյան օրն է։ Այդ օրը ոչ մի գործ չանես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը եւ ոչ էլ տանդ մեջ գտնվող հյուրը։ Քանի որ Տերը 6 օրում շինեց երկինքն ու երկիրը, ծովը եւ բոլոր դրա մեջ եղածները ու 7-րդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերը օրհնեց հանգստյան օրը ու սրբեց այն։ Պատվիր հայրդ ու մայրդ, որպեսզի քո օրերդ երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը կտա քեզ։ Սպանություն մի արա, շնություն մի արա, գողություն մի արա, քո հարևանիդ դեմ սուտ վկայություն մի տուր։ Մի ցանկացիր քո հարևանի ոչ կնոջը, ոչ նրա ծառային, ոչ էլ աղախնին։ Քո դրացիդ որևէ բանին մի ցանկացիր։ Սիրելիներ, այսօր մենք պիտի խոսենք օրենքի շրջանի մասին, Հելեն քրոջ հետ միասին, ինչով կարևորվեց օրենքի շրջանը, ինչ է օրենքը, ինչի համար տրվեց, ինչ եղավ արդյունքը։ Ուրեմն Աստված իր արտահայտված կամքը օրենքի միջոցով ներկայացրեց մարդ արարածին։ Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի ժողովրդին եւ այն իր մեջ ոչ միայն տասնաբանյան էր ընդգրկում, այլ հարյուրավոր տարբեր կետեր եւ հետեւյալ պայմանը կար, որpիսի մեկը Աստծո առջև արդարանա, պետք էր որ օրենքի բոլոր կետերը պահեր լիուլի։ Եթե մեկ կետ չպահվեր, համարվում էր, որ օրենքը չի պահված։ Բայց պատկերացրեք, Սուրբ Աստված եւ մեղավոր մարդ, ինչպես պիտի մեղավոր մարդը Աստծո սուրբ օրենքը կատարեր եւ արդանար։ Ադամը Եդեմական պարտեզի մեջ մեկ պատվիրանին անգամ հնազանդ չգտնվեց, ուր մնաց
մեղքի բնություն ստացած մարդը բազմաթիվ պատվիրաններ կատարի եւ արդարանա։ Եվ պատահական չէ, որ Տեր Հիսուս այդ փարիսեցիներին, օրինապահներին, որոնք իրենց ցույց են տալիս, որ օրենք են պահում, խիստ հանդիմանեց ասելով, որ դուք կեղծավորներ, օրենքի հետին կետերն եք պահում, չամանի, անանուխի, տասանորդն եք տալիս, բայց այն կարևոր բաները, որոնք էին արդար դատաստանը, ողորմությունը եւ հավատքը, սրանք մի կողմ եք դրել, եւ նրանք, որ երկրորդական տեղ են բռնում, իբրև թե օրենքը կատարում եք։ Եվ այսպես Տեր Հիսուս նրանց ինչ լինելը մեջտեղ հանեց, ցույց տալով, որ դուք չեք կարող Աստծո սուրբ օրենքը կատարել։ Ինչի համար տրվեց օրենքը։ Տասնաբանյան հայելի էր, որի մեջ մենք տեսնում ենք մեր իրական պատկերը, մեր ով լինելը, ամեն անգամ, երբ մենք մեր անձը քննության դնենք, Աստծո տված պատվիրանքների լույսի տակ, պիտի տեսնենք, որ մենք ոչ մի ժամանակ չենք կարողացել եւ չենք էլ կարող կամ որևէ մեկը չի էլ եղել աշխարհում, որ կարողանա պատվիրանքներին լի ու լի այդ պատվիրանքները կատարի, բացի մեկ անհատից Տեր Հիսուս Քրիստոսից։ Այո։ Եվ մենք ամեն անգամ, երբ պատվիրանքներին կնայենք եւ մեր անձը քննության կդնենք, կտեսնենք, թե ինչպես մեղավոր ենք եւ իսկապես ինչպես մենք Աստծո փառքեն պակսած ենք, ինչպես Հռոմայեցիս 3-րդ գլուխ 23 համարի մեջ է գրված։ Եվ եթե ամբողջ պատվիրանքները պահենք, բայց այդ պատվիրանքներից մեկը չկարողանանք պահել, թերի գտնվենք կամ այդ պատվիրանքը կտրենք, ուրեմն մենք Աստծո չափանիշով մեղավոր ենք սեպվում։ Ուրեմն ըստ Աստծո խոսքի, հենց այդ համարը Հռոմեացիս 3:20-ը, օրենքով մեղքը կճանաչվի։ Իսկ եթե մեղավոր ենք սեպվում, նորեն Աստծո խոսքով, նորեն Հռոմայեցիս այս անգամ 6:23-ի մեջ ասում է մեղքին վարձքը մահ է։ Ուրեմն մարդ արարածը կխորհի ու կգործի իր պաշտած Աստծո նկարագրին համեմատ։ Կամ այլ կերպ ասած, ինչ տեսակ Աստված որ ունի, այդ նույն տեսակ նկարագիր վարմունք եւ կենցաղ է ունենում այդ մարդը։ Այսինքն այդ մարդը սկսում է իր պաշտած Աստծո չափանիշներին ձգտի, նրա դրած օրենքներին գնա կամ հետևի։ Այն օրվանից մինչև այսօր մարդ արարածը ինչը ստեղծվել է, բոլոր իր կյանքի ընթացքում, այսքան դարերի ընթացքում միշտ մարդը իր տկարության մեջ պակասավոր է գտնվել, մարդը իր տկարության մեջ միշտ իր մեղավոր վիճակն է մեջտեղ եկել, բայց այդքանից հետո միշտ Աստծո շնորհքը եւ ողորմությունն է եղել մարդկության հետ։ Պողոս առաքյալը իր անձնական օրինակն է բերում, ասելով, որ օրենքը հոգևոր է, բայց ես մամնավոր եմ մեղքի տակ ծախված։ Եվ Տեր Հիսուս երբ որ եկավ, այդ օրենքը հոգևորացրեց հետևյալ կերպով, ասելով, որ եթե մեկը մարդ չսպանի, բայց իր մտքի մեջ իր եղբոր անմիտ անվանի, դատաստանի ենթակա է, մարդասպան է, գեհենին արժանի է։ Ուրեմն ոչ միայն նրանք են դատապարտության տակ, որոնք իրապես մարդ են սպանում կամ գողություն են անում, այլ հոգևորացվեց այդ օրենքը, որպիսի մարդուն ցույց տվի, որ թեև դու գործնականորեն այդ գողությունը չես արել, բայց եթե քու մտքի մեջ այդ մասին խորհում ես, մտածում ես, արդեն դու մեղք գործեցիր։ Ուրեմն Աստծո գլխավոր նպատակը այն էր օրենքը տալու, որպիսի մարդուն միջի մեղավոր բնությունը ի հայտ գա։ Մարդը ճանաչի, որ ով Տեր Աստված, ես իրապես մեղավոր եմ քո առջևդ։ Եթե մեղավոր, ուրեմն փրկիչի պետքություն ունեցող, եւ այդ փրկիչի մեկ է Տեր Հիսուս Քրիստոս։ Ուրեմն Աստծո օրենքով բոլոր մարդիկ մեղքի տակ են ընկնում։ Նրանց մեղավոր վիճակը ի հայտ է գալիս։ Բալավ, այստեղ ո՞րն է լուծումը։ Մեղավոր մարդ Սուրբ Աստծո առջև։ Դրա համար Աստված լուծում է ինքը ամբողջությամբ եւ սքանչելի ձևով ներկայացեց։ Տեր Հիսուս ինքը մարդացավ, մարդկային մարմնով եկավ, որպես փոխանորդ, որպես միջնորդ ադամական ընկած մարդուն, քանի որ Աստծո խոսքը ասում է
որ բոլորը մեղք գործեցին եւ բոլորն են Աստծո փառքից պակսած են, աղեկություն անող չկա, մեկն էլ չկա, բոլորը խոտորված են։ Եվ ահա մեկը եկավ, որպիսի այդ օրենքի բոլոր պահանջմունքը ինքը կատարի։ Ուրեմն Աստծո օրենքը երբեք չպիտի անցնի։ Աստված իր կամքը արտահայտեց, այն պիտի գործադրվի։ Բայց քանի որ մարդը ի վիճակի չէ այդ օրենքը կատարելու, Հիսուս ինքը եկավ, քանի որ իր մեջ էլ մեղք չէր բնակում, եւ գրված է, որ օրենք տվողը ինքը կարող է այդ օրենքը պահել։ Հիսուս այդ օրենքը ինքը լի կատարեց։ Գաղատացիս թղթի մեջ հետեւյալն է գրած. Աստված իր որդին ղրկեց, որ կույսից ծնվեց եւ օրենքի տակ մտավ, որպեսի օրենքի տակ եղողներին ազատի, որպեսի մենք որդեգրություն ընդունենք։ Ահա լուծումը, ահա սքանչելի լուծում։ Մենք ըստ օրենքի, Աստծո օրենքի, պիտի դատվեինք, որովհետեւ մեղավոր բնություն ունենք եւ չենք կարող Աստծո օրենքները պահել։ Հիսուս այդ օրենքները ամբողջացրեց, մեզ համար պահեց, եթե մենք իրեն հավատանք, Աստծո առջև այն իբրև պահված պիտի սեպվի։ Օրենքը անեծք էր դնում մարդու վրա եւ Քրիստոս գրված է Գաղատացիս 3-րդ գլուխ 13 համարը մեզ այդ օրենքի անեծքից ազատեց, ինքը մեզ համար անիծվեց, որովհետեւ գրված է անիծյալ է նա, ով որ խաչից կկախվի եւ Հիսուս հոժարակամ այդ բանին գնաց։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոս ինքը օրենք պահելու հարցը լուծեց։ Ինչպես մարդը ձեռք բերի այդ արդարությունը հավատալով Տեր Հիսուս Քրիստոսին։ Այն ժամանակ կային փարիսեցիներ, որոնք օրենք պահելով ուզում էին արժանանալ, արդարանալ։ Բոլոր ժամանակների մեջ եղել են փարիսեցիներ, ներկայիս էլ կան, որոնք ասում են, որ ես ինչ մեղք եմ գործել, որ ես որևէ մեղք չունեմ, Աստծո օրենքները պահում եմ, այնպես որ ես բարի եմ, լավն եմ եւ Աստված պետք է որ ինձ ընտրի փրկվելու համար։ Բայց Աստծո խոսքը մեզ սքանչելի ձևով ներկայացնում է, որ օրենքի գործերով որևէ մեկը չի կարող արդարանալ։ Ինչ տվեց օրենքը մեզ։ Նախ բացահայտեց մեր մեղավոր վիճակը, որ մենք մեղավոր ենք, փրկիչի պետքություն ունենք։ Եվ հետո օրենքը մեզ համար մեր դաստիարակը եղավ, մեր ուսուցիչը եղավ մեզ Քրիստոսին բերելու։ Եթե օրենքը ցույց է տալիս, որ ես մեղավոր եմ, քանի որ օրենքի պատվիրանները չեմ կարողանում պահել, օրենքը մատնացույց է անում ինձ փրկչին, մեկին, որ օրենքը պահեց, Հիսուս Քրիստոսին։ Եվ եթե հավատանք իրեն, օրենքի արդարությունը մեր կյանքի մեջ պիտի իրականանա։ Սա է Աստվածային ծրագրի շարունակական հետևանքը, որ օրենքի շրջանը պարապ չանցավ 1500 տարի այդ օրենքը թեև մարդկանց կրթեց, բայց միաժամանակ նաև փրկության համար որևէ բան չկատարեց, այլ մարդուն դատապարտության տակ բերեց, որպեսզի փրկությունը իրականանա փրկչի միջոցով։ Հիսուս հայտնվեց, որպեսզի մենք փրկությունը ժառանգենք։ Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի հավատքից է ամեն հավատացողների համար։ Ուրեմն ոչ թե օրենքի գործերով, այլ շնորհքի միջոցով։ Ուրեմն մենք չենք կարող օրենքը պահել, Աստված ձրի մեզ ներկայացրեց փրկությունը, որ իր որդին Հիսուս Քրիստոսը օրենքի բոլոր կետերը լրացրեց եւ միայն մեզ մնում է ասել այո եւ ստանալ այդ արդարությունը։ Ուրեմն փրկությունը միայն ու միայն շնորհքով է, օրենք պահելով որևէ մեկը չի կարող արդարանալ, դա են վկայում Աստծո խոսքի մեջ գրված բազմաթիվ համարներ, ինչպես ասենք Եփեսացիս 2:8-ը հավատքով փրկված եք շնորհքի միջոցով եւ սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո ձրի պարգևն է, ոչ թե գործերից, որ որևէ մեկը չպարծենա։ Մենք հավատքի միջոցով օրենքը խափանում ենք։ Ոչ։ Քավլիցի, Աստծո օրենքը հավիտյան պիտի մնա։ Իր շրթունքներից ելած խոսքը, իր ձեռքերի գործը տրված պիտի մնա հավիտյան։ Լավ, ուրեմն օրենքի շրջան, հիմա մենք թևակողեցինք շնորհքի շրջան, երբ որ Տեր Հիսուս հայտնվեց։
հապա օրենքը ինչ պիտի լինի։ Ուրեմն, որևէ մեկը չի կարող փրկվել օրենքի միջոցով, փրկությունը շնորհքի միջոցով է, սակայն օրենքը նաև իր ներգործությունը, իր կիրառություն ունի նաև նոր կտականի մեջ։ Ահա թե ինչպես պիտի օրենքը գործածվի նոր կտականի մեջ, խոսենք Հելենքույր, վերցնենք օրինակ Տասնաբանյայի առաջի տրված պատվիրանը եւ տեսնենք նոր կտականի մեջ այն ինչպես է վերահաստատվում։ Ուրեմն Ելից 20-րդ գլխի մեջ է Աստված իր 10 պատվիրանքները տալիս։ Ասում է առաջի պատվիրանքն է ինձ մեզ զատ ուրիշ աստվածներ չունենաս։ Այս առաջին պատվիրանքը մեծ հրահանգ է, այն տրված է իբրև առաջաբան հաջորդ 9 պատվիրանքներուն։ Աստված մեկ է, անոչ իր նմանը ունի, ոչ ալ իր փոխանակն ունի։ Աստված երբեք չի կարող հանդուրժել, որ երկրորդական տեղ գրավի իր ստեղծած անհատների, իր ստեղծած արարածների, սրտի խորհուրդների գործի ու կյանքի մեջ։ Աստված ինքը կուզե, որ միշտ ինքը առաջինը լինի նրանց կյանքի մեջ։ Մարդու անխաղաղ եւ փոթորկված հոգին եւ մեղավոր բնությունը որևէ բանով չի կարող երբեք հանգստանալ, բացի իր արարչի կենդանի ներկայությունից։ Ոչ մեկ ձեռագործ եւ շինչու աստվածներ կամ չաստվածներ ավելի ճիշտ, չեն կարող մարդու անոթի ու ծարավ, նրա անխաղաղ ու մեղավոր վիճակներին գոհացում տալ, եւ ոչ էլ մինչեւ այսօր որևէ ձեռագործ կամ շինծու աստված կարողացել է մարդու ներքին դատարկությունը լցնել կամ նրա այդ հոգետապ հարցումներին պատասխան տալու։ Երեմիա մարգարեության 25-րդ գլուխ 6-րդ համարում գրված է. «Օտար աստվածներու ետևե մի երթակ, անոնց ծառայելու եւ երկրպագություն անելու»։ Նույնը գրված է այս պատվիրանքի մասին 2-րդ Օրինաց 6:14-ում, 4-րդ Թագավորաց 15:35-ում։ Այսօր մարդիկ կան, որ կպաշտեն սատանան, օձը, լուսինը։ Օրինակ հնդիկները բազմաստված ժողովուրդ են, նրանք շատ աստվածներ ունեն, միլիոնավոր, հազարավոր աստվածներ ունեն, ժողովուրդ են, որ նրանք կպաշտեն օրինակ կովը, դաշտային այդ առնետները, մկները, օձերը, սրանք իրենց աստվածներն են, երևակայ է, որ սրանց է, որ աղոտ կանեն։ Մարդիկ էլ կան, որ իրենց համար աստված է իրենց հարստությունը, իրենց փառքը, իրենց PhD-ները, իրենց աթոռը, պաշտոնը, իրենց գեղեցկությունը, զավակները, մնացածն ալ տուն թվե։ Մարդկանց համար աստված են այս բաները։ Շատերի համար այսօր աստված է կանաչ դոլարը։ Երևակայեք։ Եվ խոսում է, չէ, Ջորջ Վաշինգտոն, Եվ նույնիսկ Հոլիվուդում հիմա ճիշտ չեմ հիշում որ փողոցի վրա մեծ այսպես թաբլոյի նման դրված է, որ this is your God, դոլարն է նկարած, $1 եւ վրան գրված է this is your God։ Այս է քո աստվածը։ Եվ այդ բանին հետևողներ կան։ Եվ կան, եւ այդպիսի մարդիկ կկարծեն, թե դոլարը աստծո ավելի գործ կնա իրենց համար անել։ Այնպես որ նյութապաշտությունը աստվածուրացության խթանն է, նյութապաշտությունը աստվածուրացության աստվածն է, երևակայեք։ Այս առաջին պատվիրանքին հնազանդ կլինենք, եթե մեր բոլոր սրտով, մտքով, կամքով Աստծո փնտրենք եւ միայն իրեն ճանաչենք որպես ճշմարիտ Աստված։ Սիրենք մեր Տեր Աստծուն, մեր կարողության չափով, սիրելուց բացի նաեւ հնազանդենք իր պատվիրանքներին։ Ինձ մեզ զատ ուրիշ Աստված չունենաս կյանքում։ Հիսուս ինչ ասաց նոր կտակարանում, եթե մեկը կուզե իմ ետևից գալ, ինչ պիտի նա իր անձը պիտի ուրանա, խաչը պիտի առնե, եթե մեկը ինձանից իր հայրը, մայրը, երեխան, զավակը, որևէ բան ինձանից առաջ դնի, ինձ արժանի չէ։ Ուրեմն միայն քո Տեր Աստվածդ պաշտես եւ Աստծուդ մեզ զատ ուրիշ Աստված չունենաս։ Եվ կարևոր է որ ամենայն լրջությամբ եւ պատկառանքով մոտենանք Աստծո վեհափառությանը։ Շատ կարևոր է այս կետը, որովհետեւ եթե մենք մի պահ մտածենք, թե ում դեմ է որ մենք պիտի կանգնենք, ում արչև է որ պիտի ելնենք։ Ճիշտ է Աստված սիրող Աստված է, Աստված հայր, Աստված բարի, Աստված ողորմած է, բայց այդ նույն ողորմած Աստծո մասին գրած է, որ նաեւ Աստված մաշող կրակ է։ Ուրեմն որ չափ կարելի է այսօր մենք Աստծո արչև ելնենք լրջությամբ եւ պատկառանքով։
Եսայի մարգարեության 45-րդ գլուխ 22 համարում այսպես է գրված. Ով երկրի բոլոր ծայրերը, ինձի նայեցեք, որպեսզի փրկվիք, քանզի ես եմ Աստված ու ինձ մեզ զատ ուրիշը չկա։ Նայեցեք, շատ անգամ մարդիկ ասում են 5 տակարանը հրեական պատմություն է։ Հրեաներին տրված է օրենքը, հրեաների մասին է գրված, Աստված ինչ տվել է, բայց Աստված ասում է, ով երկրի բոլոր ծայրերը, պատվիրանքը հրեա, հայ, ռուս, թուրք, պարսիկ չունի, պատվիրանքը երկրի ծայրերի համայն մարդկությանը եւ ժողովրդին է տրված, որ ինձի նայեք, Աստված ասում է, ինձ մեզ հատ ուրիշ Աստված չունենաս։ Հիմա հարցումս այս է, ով է քո Աստվածդ, ում ես ուխտած ու հանձնած կյանքդ, որ խորանի առջև կխնկարկես քո աղոթքներդ, փառքիդ, պատվիդ, գործիդ, համբավիդ, հաճույքիդ, ոսկուդ թե արծաթիդ, ունեցվածքիդ, քո Աստվածդ ով է, դրայվեի վրա կանգնած քո մեքենան, քո հարստությունը, որն է, քնիր ինքդ քեզ, Աստծո պատվիրանքների առջև եւ հիշիր, որ Աստված ինք ասաց, ինձ մեզ ատ ուրիշ Աստված չունենաս։ Հելեն քույր քիչ առաջ, երբ որ խոսեցիր Տասնաբանյայի առաջի պատվյանի մասին, ինձնից զատ ուրիշ Աստվածներ չունենաս, եւ Տեր Հիսուս վերահաստատեց այդ պատվիրանը նոր կտականի մեջ հետեւյալ ձեով, քո Տեր Աստծուց սիրես քո ամբողջ սրտովդ, քո ամբողջ հոգովդ, քո ամբողջ մտքովդ եւ էությունդ, այսինքն ամենայն նվիրումով Աստծո ցանկությունը, Աստծո պահանջած սա է, որ ամեն մի իրեն հետևող, ամեն մի հավատացյալ այս նվիրում ունենա։ Սակայն պիտի ասենք, որ շատերը ձախողում են, բայց ոմանք էլ իրապես այդ նվիրումը ունենում են եւ մեծ վկայություններ են եղել, որ մարդիկ անգամ իրենց կյանքը չեն խնայել Աստծո փառքի համար։ Եթե մեր սիրելի հեռուստադիտողները հիշում են, անցած մեր հաղորդումներից մեկի ժամանակ խոսեցինք քրիստոնյա մարտիրոսների մասին։ Այո, հավատքի։ Եվ դրա մեջ Հայկ եղբոր մասին խոսեցինք, որ ինչպես Պարսկաստանում ինքը սպանվեց։ Դրանից հետո բավական հեռաձայներ եկան, որ մարդիկ կարծես թե հուշում էին, որ բացի Հայկ եղբորից նաև ուրիշ մի եղբայր էլ կա, որ այնտեղ սպանվել է Պարսկաստանում պարսիկների ձեռքով, քանի որ ինքը քրիստոնյա քարոզիչ էր եւ մեծ նվիրումով Քրիստոսն էր ներկայացնում, այստեղ վկայություններ եղան եւ այս եղբայրն է, ուրեմն իր անունն է վերապատվելի Թաթևոս Միքայելյան, Աստծո այս ծառան նվիրումով ավետան է քարոզել եւ պարզ է Պարսկաստանը իսլամական հանրապետություն է եւ այդպես էլ կոչվում է իրենք հեշտությամբ չպիտի թույլ տան որ Քրիստոս այնտեղ քարոզվի եւ մանավանդ մարդիկ էլ իսլամից քրիստոնեության փոխվեն իր հանդեպ բավականին բռնություններ կիրառվել են նախկինում էլ իսկ 1994 թվականին նենգաբար կազմակերպում են եւ գալիս են իրեն մոտ ասելով, որ գիտես անդամալույց մեկը կա, որ ուզում է Աստծո խոսքը լսել, Հիսուսի մասին լսել, խնդրում ենք գաս եւ իրեն խոսես։ Եվ այս եղբայրը, քանի որ Հիսուս վկայել կա, անմիջապես ընդառաջում է եւ գնում է ու այդ օրից ինքը անհետանում է, անցնում է 2 շաբաթ ոստիկանությունը սկսել է ուրեմն փնտրել եւ հանկարծ գտնում են իրեն քաղաքից դուրս գտնվող մի բնակավայրում մի անմարդաբնակ շենքում իր դիակն են գտնում եւ այդպես այս եղբայրը զոհ դարձավ բայց այդ զոհը իր համար մարտիրոս լինել էր Եվ երանելի են բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսով կննջեն, այսինքն Քրիստոս իր համար այս կյանքի մեջ նախապատիվ եղավ, այդպիսիների հիշատակը գրված է հավիտյան կմնա։ Իդեպ Պարսկաստանում վերջերս էլ մեծ հետապնդումներ կան քրիստոնյա ավետանիշների
նկատմամբ, նրանք ովքեր որ ծեսով են զբաղված, նրանց հանդեպ որևէ արգելք չկա, բայց 1 տարի առաջ մոտարապես 80 ավետանիշների հավաքել են մեկտեղ եւ նրանց խիստ զգուշացրել են, որ Քրիստոս չքարոզեք։ Միայն ձեր եկեղեցիների մեջ, եկեղեցից դուրս իրավունք չունեք, սակայն Աստծո հոգին գիտենք, երբեք էլ այդպիսի նախազգուշացումների չի ենթարկվում եւ մեծ է այն հոգին, որ մեր մեջ է, քան որ աշխարհի մեջ է։ Այսքան այս եղբոր մասին։ Ուրեմն անցնենք Տասնաբանյայի 2-րդ պատվյանին։ Դու քեզ կուրկ չշինես, Ելից 20-րդ գլուխ 4-5-րդ համարները։ Ոչ վերը երկնքի մեջ, ոչ վարը երկրի վրա, կամ երկրի տակ ջուրերու մեջ եղած բաների մեկ նմանությունով։ Նրանց երկրպագություն չանես ու նրանց չպաշտես, վասնզի քո Տեր Աստվածը նախանձոտ Աստված է։ Իր փառքը ուրիշին չի տա։ Ինչու այս պատվիրանը։ Որովհետև մարդու խաբելուց հետո հենց առաջի օրից սատանան մարդու համար պաշտամունքի առարկաներ ստեղծեց եւ մարդկային ամբողջ պատմությունը լեցուն է կուրքապաշտությամբ։ Սուրբ գրքի մեջ ենք այն գտնում, մարդիկ ձուլածո կուրքեր պաշտեցին, փայտից կուրքեր տաշեցին, պաշտեցին, ոսկուց, արծաթից, քարից եւ պաշտեցին։ Այդպես էր մինչև այսօր։ Եվ այդպես էր նաև մեր անցյալը, երբ որ մենք հեթանոս ենք, կուրքեր ենք պաշտում, բայց օրհնյալ է ամենակալ Տեր Աստվածը, որ հայտնվեց մեր ժողովրդի կյանքի մեջ, մեր ժողովրդի պատմության մեջ, եւ մենք կուրքերից կենդանի Աստծուն դարձանք։ Ամեն փառք Տերոջ։ Դրա համար Հռոմեացիս առաջի գլխի մեջ ասում է. մարդիկ իմաստուն են ասելով եւ հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին, նմանացնելով ինչի, կենդանիների, չորքոտենիների, անասունների եւ մարդկանց կերպարանքով, իրենց կուրքեր ստեղծեցին եւ սկսեցին պաշտել։ Այո, Աստծո անեղծ պատկերը եղծանելի պատկերի փոխեցին։ Եվ միջև այսօր այդ կուրքապաշտությունը կա, թեև շատերը տեսանելի ձևով կուրքը չեն դնում պաշտում, սակայն եթե մեր կյանքի մեջ կա մի շատ փայփայած բան, ինչպես քիչ առաջ դու այդ մասին խոսեցիր, դա արդեն մեր կյանքի մեջ դառնում է կուրք։ Ուրեմն մենք զգուշանանք։ Այո։ Աստված ուզում է, որ ամեն բանի մեջ ինքը լինի նախապատիվ։ Ամեն բանից առավել մենք իրեն սիրենք, որովհետև Աստված մեր ստեղծիչ Աստվածն է, մեր փրկիչ Աստվածն է, ուրեմն ամեն փառք, պատիվ, գոհություն, երկրպագություն միայն իր մեծ անվանը կվայելե։ Այսօր ոմանց համար իրենց զավակները վեր են ամեն բանից։ Անշուշտ եթե մի ծնող իր զավակին չսիրի, այդ ինչպիսի ծնող է։ Մենք սիրում ենք մեր զավակներին, փայփայում ենք իրենց պետքերին ենք հոգում, որովհետև մեր սրտի մեջ տեղ ունեն, սակայն Աստված ուզում է, որ ամեն բանից վեր առաջին դիրքում լինի ինքը։ Որից հետո կգան մնացած բաները, բայց նախապատվությունը միմիայն իրեն տրվի։ Այո, ամեն։ Հաջորդ պատվիրանքը Ելից 20-րդ գլուխ 7-րդ համարը 3-րդ պատվիրանքը։ Տերոջը քո Աստծոտ անունը պարապ տեղ բերան չառնես, վասնզի Տերը իր անունը պարապ բերան առնողը անմեղ պիտի չսեպե։ Այո։ Աստված նախանձավոր է իր անվան համար։ Ամենամեծ մեղքերից մեկն է, երբ մենք մեր վարքով, խոսքով, գործով կամ վարմունքով Աստծո անունին արատ կփերենք։ Գրված է վայ անոնց, որոնց պատճառով Աստծո սուրբ անվանը հայհոյություն կգա։ Կուզեմ այստեղ օրինակ բերել այսօր այս Եհովայի վկանների օրինակը, գիտեք, իրենց դռնետուր գնալով, իրենց վարքով, նրանք այս Եհովայի վկաներ ասելով պատճառ եղան, որ այսօր մարդիկ Աստծո սուրբ անունը այնքան հասարակացրած, այնքան նսեմացրած են, որ ասում են այս չարչի Եհովաչիները, երևակայեք մի անուն,
որ Աստված ասես պարապ տեղը բերան չառնեք։ Երբ իրենց իրական անունը ռասլականներ է, նրանք ռասլի ուրեմն վկաններն են, բայց իրենք այս մորթիով, գառան մորթիով երևալով, նայեք, իրենց գործը քողարկելով Աստծո սուրբ անունին մեջտեղ բերելով, տեսեք նրանց պատճառով մարդիկ ինչպես են խոսում Աստծո անունի մասին, այս Եհովաջիները, այս Եհովայականները, այս Եհովա եւ ինչեր, չէ որ Աստծո սուրբ անունն էր։ Եվ ակայեք, որ ցավոք սրտի, որ այսօր մարդիկ արժեքից գցած են, այնքան հեշտությամբ են ամեն վարքյան, ամեն խոսքի բերան առնում իրենց Աստծո սուրբ անունը իրենց երթումներով, կամ խոսքս թող շատ զորավոր չթվա իրենց լկտի ջոքերով, Երևակայի այս կատակներով, որ մոռանում են այդ պատվիրանքը, ամեն անգամ Աստծո անունը անտեղի բերան առնելով իրենց դատապարտությունն են ավելացնում, եւ դրա համար էլ մի օր Աստծո պատասխան պիտի տան, որտեվ Աստված ասեց իր անունը բերան առնողին անմեղ պիտի չսեպե Աստված, այնինչ հրյա վարդապետներն ու քահանաները այնքան վախով էին լցված այս պատվիրանքի հանդեպ, որ իրենց գրություններում, երբ որ պիտի գրեին, երբ կհասնեին Աստծո անունի տեղը բլանկ տեղ կթող, այսինքն չէին գրի, ազատ տեղ կթողնեին, կանցնեին, կշարունակեին, կամ իրենց խոսքի մեջ կգործածեին Ադոնայ, Էլշադայ, չէ, ձևով Աստծո անունը, այնքան, որովհետև իրենք կմտածեին, որ իրենք արժանի չեն այդ սուրբ անունը բերան առնելու։ Այսօր մարդ արարածը կարծես դեռ չի հասկանում եւ պատկերացնում կամ ըմբռնում Աստծո գերազանցությունը, նրա անզուգականությունը, նրա անվան սրբությունը, վայելչությունը, մեծությունը եւ զորությունը։ Շատ անգամներ մեկը մեկին խոսք տալու կամ խոսքին մեջ որևէ բան հավատացնելու համար դեմինին անմիջապես երդվում է Աստված վկա, Քրիստոս վկա, այն խաչը վկա, երևակայեք, եւ շատ անգամներ էլ գիտակցաբար, գիտի որ խոսքը սուտ է, դեմինին հավատացնելու համար նորեն երդվում է Աստծո սուրբ անունով։ Աստված խիստ պատվիրում է, որ իր անունը չգործածեն այն խոստումների համար, որ պիտի չկատարեն։ Եվ Աստված ասավ, երբեք երդում չանես, ոչ երկնքի վրա, ոչ երկրի վրա, այո, որ երկինք Աստծո գահն է ու անունով երդում անես, այն էլ սուտ անցկացնելու համար։ Այո, Աստված ոչ մի դեպքում չի հաճի եւ թույլ չի տա, որ իր անունը գործածես կեղծիքի, ստության, անհավատարմության, անարդարության կամ նման բաների համար։ Աստվածաշունչը միշտ խստությամբ է խոսում այս ամենի մասին, որոնք ուխտ կանեն, ուխտեր կստորագրեն, Աստծո սուրբ անունովը խոստում կտան, բայց իրենք կանարգեն եւ անարգությունը ինչ կլինի Աստծո անունին կգա։ Քանի որ խոստումի եւ ուխտի Աստված, որ ինքը խոստումներ տվեց մեզ Սուրբ գրքի մեջ, ուխտ արեց մեզ հետ Աստված, ինքը հակառակ է սուտին։ Երևակայ է, Երեմիա 5-րդ գլուխ 2-րդ համարի մեջ գրված է. թեև Տերը կենթանի է կսեն, բայց ստությամբ երթում կնեն։ Իսկ Ղևտացված 19-րդ գլուխ 12 համարի մեջ գրված է. Իմ անունովս սուտ տեղը երթում մի ընեք ու ձեր Աստծո անունը մի բղծեք։ Ուրեմն Աստծո անունով սուտ խոսելը, իր անունը պարապ տեղը բերան առնելը, գողության, ոճրի, պոռնկության եւ օտար աստվածներ պաշտելու աստիճանի հանցանք կնկատվի Աստծո կողմից։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 33-ից 37 համարներում Տեր Հիսուս կպատվիրե, որ ձեր խոսքի մեջ ձեր այոն այո լա ու ձեր ոչը ոչ լինի, եւ ասում է, որ ասկե ավելին չարից առաջ կուքա։ Ուրեմն զգուշանանք, թե ինչ կխոսենք, ու Աստծո անունը տալուց զգուշություն ունենք, քանի որ խոսքդ կներկայացնե քո ով լինելդ, քո խոսքդ։ Գաղատացված 6-րդ գլուխ 7-րդ համարի մեջ գրված է. Մի խաբվիկ, Աստված ծաղր չլար, Տիրոջ սուրբ անունը պարապ տեղը բերան առնելով իմացիր, որ Աստծո առջև անպարտ պիտի չսեպվես։ Այո, հաջորդ մեկ պատվիրանը 20-րդ գլուխ 8-րդ համար ելից հանգստության օրը միտքդ բեր այն սուրբ պայելու համար 6 օր պիտի աշխատես ու բոլոր գործերը տանես եւ 7-րդ օրը հանգստյան օրն է եւ շատ խիստ պատվիրաններ տրված շաբաթ օրը ընդհանրապես ոչինչ չպիտի անես
Մենք հանդիպում ենք թվոց 15-րդ գլխի մեջ, մեկը ելավ շաբաթ օրը փայտ հավաքելու։ Բռնեցին, բերեցին Մովսեսին, ասեցին, որ օրենքը խախտել է։ Եվ Մովսես Աստծու հետ երբ որ խոսեց, վճիռը սա էր, պիտի քարկոծվի։ Ուրեմն շաբաթը սուրբ պիտի պահվեր։ Սա օրենքի մի պատվիրան էր, որ պիտի կատարվեր։ Այն ինչպես են գտնում նոր կտականի մեջ, հետաքրքիր է, մնացած բոլոր պատվիրանները վերահաստատված են, սակայն այս պատվյանի վերահաստատում չկա։ Ինչպես ենք այն տեսնում։ Կողոսացիս 2-րդ գլուխ 16 համար ասում է. «Ուստի այլ մեկը թող ձեզ չդատի ուտելու, խմելու ամսագլուխների կամ շաբաթների խնդրով»։ Այսինքն, շաբաթ պահել չպահելու մեջ մեկը ձեզ չմեղադրի այս բանի մեջ։ Եվ Եսայի մարգարեության մեջ Աստված գանգատվում է ասելով. ինձ ունայն ընծաներ մի բերեք, ձեր խունկերին սպիղծ են, ձեր ամսագլուխներից, շաբաթներից և ժողովների գումարվելուց չեմ հանդուրժում, սրանք արդեն իրեն ամբողջությամբ Աստծուն ձանձրացրել են, Աստված գանգատվում է դրա դեմ։ Շաբաթը ստեղծվեց մարդու համար և ոչ թե մարդը շաբաթի համար։ Սրա մեջ մեծ տարբերություն կա։ Շաբաթը մարդու համար ստեղծվեց, ոչ թե մարդը շաբաթի համար։ Այսինքն ծառայության համար չստեղծվեց։ Օրենքով տրված էր, որ մարդը տեսներ, որ չի կարողանում պահել եւ աղաղակեր ասեր. «Ով Տեր Աստված, ես չեմ կարող քո սուրբ պատվիրանդ պահեմ, ինձ փրկի»։ Բայց ինչպես այն ժամանակ այդ կեղծավորությունը, այդ փարիսեությունը իբրև թե պահում են։ Շաբաթվա մեջ ուրեմն գրված էր, որ շաբաթ օրվա ճանապարհ 300 մայլ։ Այսքանից ավել, եթե մեկը քայլեր, հանցավոր պիտի գտնվեր։ Եվ ասեմ, օրենքի ուրիշ գրքեր կային, որոնց մեջ շաբաթին վերաբերող բաներ ավելի մանրամասնությամբ էին գրված։ Օրինակի համար, եթե շաբաթ օրը չորացած թզի ծանրությունից ավելի որևէ բան վերցնես, օրենքը խախտեցիր։ Չորացած թուզը քանի գրամ է։ 8-ից 10 գրամ։ Եթե ասենք 20 գրամ է լինի, միայն եթե քո հանդերձդ վերցնես հագնելու, արդեն շաբաթը խախտեցի։ Ուրեմն Աստված երբ որ այս բաները տվեց, սրանք անկարելիություն էին, որպեսզի մեղավոր մարդը այս բանը պահեր։ Եվ Տեր Հիսուս ինքը շաբաթ օրերը բժշկություններ արավ։ Քահանապետերը եկան եւ ասեցին իրավունք չունեն շաբաթ օրը բժշկություն անելու, ինքը ասաց. դուք Մովսեսի օրենքը չխախտելու համար շաբաթ օրով մարդ եք թլպատում, բայց ես մի ամբողջ մարդ եմ բժշկում շաբաթ օրը, ինձ ասում եք բժշկություն մի արա։ Եվ այդ օրը ինքը Բեթեսդայի մոտ անդամալուծին շաբաթ օրով բժշկեց։ Եկան ասեցին. շաբաթ օր է եւ ներելի չէ որ բժշկություն անես։ Եվ Տեր Հիսուս ասաց. իմ հայրս միջև հիմա կգործե, ես էլ կգործեմ։ Ապա մորից կույր ծնացի աչքերը բացեց։ 18 տարեկանից ի վեր կծկտած կնոջը բժշկեց։ Եկան ասեցին իրավունք չունես բժշկելու։ Եվ Տեր Հիսուս ասաց. ով դուք կեղծավորներ, եթե ձեր անասունը շաբաթ օրը ծարավ լինի, չեք հանի ջուր տակ, կամ փոսի մեջ կացնի, չեք հանի այնտեղից։ Սրանք էլ Աբրահամի զավակներ են, չարժեր որ շաբաթ օրը ես իրենց բժշկեի։ Հիսուս եկավ ոչ թե օրենքը խախտելու համար, այլ օրենքը գործադրության մեջ դնելու համար։ Եվ ցույց տվեց, որ շաբաթը իր վրա իշխանություն չունի։ Եվ ինքը դա փոխանցեց նոր կտականի մեջ, եւ մենք որևէ տեղ չենք գտնում, որ գրված լինի շաբաթը սուրբ պահես։ Ոմանք ասում են, որ այդ շաբաթը դարձավ կիրակի, այդպիսի բան չկա։ Կիրակի օրը, որ տերունական օր է համարվում, դա Տեր Հիսուսի հարության հիշատակի օրն է։ Կիրյակի, սա հունարենից է գալիս։ Կիրյակի։ Շատ հետաքրքիր է, ռուսերենը եթե դիտարկենք, Воскресенье նշանակում է հարություն, հարության օրն է։ Ուրեմն շաբաթը կիրակի չդարձավ։ Շաբաթը հին տնտեսությանն էր պատկանում։
Եկեղեցի տնտեսության մեջ այն չմտավ։ Եթե մենք կարդանք Հռոմեացիս 14-րդ գլուխ 5 համար ասում է մեկի համար մեկ օրն է կարևոր, մեկի համար ամեն օր նույնն է։ Այսինքն, եթե մեկը ճշմարտապես իրապես հավատում է եւ Աստծո ճանապարհների մեջ քայլում է, իր համար ամեն օր կիրակի է։ Ամեն։ Ոչ թե բարի բուն իմաստով, այլ ամեն օր իր համար Քրիստոս հարություն է առած։ Ուրեմն տեսնում ենք, որ թե ինչպիսի գործադրություն ունի շաբաթը նոր կտականի մեջ, Հիսուս դրա պատասխանը ամբողջությամբ տվեց։ Տասնաբանյան հատկանշական կետեր ունի, թեև թվով սահմանափակ են նրանք, 10-ն են, սակայն նրանցից յուրաքանչյուրը արմատապես կապված են կյանքի սկզբունքների հետ։ Թեև շատ կարճ խոսքեր կան, նույնիսկ 3, 4, 5 խոսքեր, շնություն մի ներքողություն մի ներ, սուտ մի խոսեր, տեսեք, կարճ խոսքեր կան, կարճ բառերից են, 3-5 բառեր միջև 5 բառերից են, բայց յուրաքանչյուր պատվիրանք մարդու եւ Աստծո միջև, ինչպես նաեւ մարդու հետ սերտ հարաբերություն պահելը կորոշեն, նրա բնույթը կորոշեն։ Երբ մարդու ուղղահայաց հարաբերությունը խանգարվի, իր հորիզոնական հարաբերությունը կկործանվի։ Այսինքն, երբ մարդ եւ Աստված իր հարաբերությունը խանգարվեց, արդեն մարդ եւ մարդ հարաբերությունը գոյություն էլ չի կարող ունենալ, այն կործանված է։ Որոշ է, որ Տասնաբանյան իր խոսքի մեջ երկու գլխավոր մասերի կբաժանվի։ Առաջին մասը կվերաբերվի Աստծո, իսկ երկրորդ մասը մարդու ամենօրյա կյանքի հետ առնչություն ունի։ Ոչ թե այսինչ տոների, ոչ թե այսինչ մարդկային հարաբերություն, ամենօրյա կյանքի մեջ է այն գործադրելի են։ Առաջին մասը, որ ասում ենք, ուրեմն առաջին 4 պատվիրանքներն են, որը շեշտը դրված է Աստծո գերիշխանության վրա, իսկ երկրորդ մասը 6 պատվիրանքները ուրեմն կվերաբերվեն մարդկության միասնականության մեջ իրարու հետ խաղաղ ապրելու պայմաններին։ 5-րդ պատվիրանքն այստեղ ասում է պատվե քու հայրդ ու մայրդ, որպեսզի քու օրերդ երկայն ըլան այն երկրի վրա զոր քու Տեր Աստվածդ քեզի կուտա։ Սա առաջին պատվիրանքն է, որ խոստում ունի իր հետ։ Եթե այսպես անես, այսպես պիտի լինի քեզի, որպեսզի քորերդ երկայն լան, քեզի աղեկը լա Աստված ասում է։ Եվ ձևով մկարծես երջանիկ ընտանեկան կյանքի հիմնական սկզբունքը, կարծես հենց այստեղից կսկսի, այս պատվիրանքից կսկսի։ Այսօր մենք ապրենք այնպիսի մի ժամանակների մեջ, որ այս պատվիրանքը անտեսված է, կարծես պատվիրանք լինելուց դադարած է, բայց 2 Տիմոթեոս 3 գլուխ 1-ից 2 համարներում գրված է. «Եվ զայս գիտցիր, որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան, վասնզի մարդիկ պիտի լան անձնասեր, արծաթասեր, անփարդավան, հպարտ, հայհոյիչ, ծնողած, անհնազանդ, ապերախտ, անսուրբ եւ այլն»։ Գիտեք, այս պատվիրանքը մարդիկ երբ որ կլսեն, կասեն միշտ կվերագրեն երեխաներին, երիտասարդներին, բայց ոչ, այս պատվիրանքը կվերաբերվի բոլոր նրանց տարիքավորներին, որոնք ծնող են եւ իրենք էլ ծնող ունեն։ Եվ այստեղից է, որ իրենք ինչպես որ կվերաբերվեն, կխոսեն, կպատվեն, կհարգեն կամ կսիրեն իրենց ծնողներին, ամենաառաջին եւ գլխավոր դերն են իրենց երեխաների կյանքում կատարում։ Երբ իրենք չեն պատվեր իրենց ծնողները կամ չեն պատվում, ինչպես կարող են երիտասարդներին ու երեխաներից պահանջել, որ իրենք իրենց պատվեն։ Ուրեմն պատվե հայրդ ու մայրդ աստվածային պատվիրանք է եւ բոլորը պետք է որ սիրեն, պատվեն, հնազանդեն իրենց ծնողների, որպեսզի Աստծո առջև շնորհք գտնեն եւ Աստծո անպատում օրհնությունները վայելեն։ Այսօր շատ ապերախտ ու անհնազանդ զավակներ կան, որոնք անարգելով ու կեղտոտ հայհոյություններով, կռիվներով, կեղտոտ հայհոյություններով իրենց որբևայրի մայրերին ցավ կպատճառեն եւ ակայեք ու այսօր մայրեր հայրեր կան, որ իրենց երեխաների պատճառով իրենք երեխայի պես լաց կլինեն եւ այսօր ծերանոցներում անտեսված ծնողներ կան, որոնց աչքը իրենց զավակների ճանապարհին է,
օրերով, շաբաթներով, ամիսներով մի զավակը չի գնում, որ իր մորը, իր ծնողը այցելի ծերանոցում, վայ այդ տեսակ զավակներին, ինչ պատասխան պիտի տան Աստծո, եւ նման մեկերը թող հիշեն, ինչ որ ցանեն այն պիտի հնձեն, ուրեմն ականջ տանք Աստծո պատվիրանքին, պատվեք քո հայրդ ու մայրդ, ինչպես քո Տեր Աստվածդ քեզի պատվիրեց, պատվիրանք է, հրահանգ է, հրաման է Աստծուց որ ծնողդ պատվես, որպեսի քո օրերդ երկայն լան ու քեզի աղեկը լա։ Տեր Հիսուս ասաց, եթե ինձ կսիրեք, իմ պատվիրաններս Պահեցեք, այո։ Ամենագլխավոր պատվիրանը քո Տեր Աստծուց սիրես քո ամբողջ էությամբ եւ քո ընկերդ քո անձիդ պես եւ մնացած բոլոր պատվիրաններն էլ մեկիկ Աստծո խոսքի մեջ տարբեր տեղեր գտնում ենք եւ պատվեք քո հայրդ ու մայրդ, այո։ Եթե Աստված պատվիրում է, ուրեմն մենք դրա ետևից պիտի լինենք։ Պիտի հնազանդվենք, այո, պիտի կատարենք։ Հաջորդ մեկ պատվիրանը սպանություն մի անի։ Սպանություն մի անի։ Միջև օրենքի տրվելը սպանություն կար եւ այն էլ որքան ազգեր իրար դեմ պատերազմներ, սպանություններ բազմաթիվ։ Երբ որ օրենքը վրա հասավ, սպանելու պատվիրանը սպանելը իբրև մեղք ի հայտ եկավ, միջև այդ ի հայտ եկած չէր։ Սպանում են եւ դատաստան էլ չկար, ով ում հասներ կսպաներ, բայց օրենքի տրվելով դա արդեն որպես մեղք ի հայտ եկավ, եւ Աստծո խոսքի մեջ գրված է, որ աչքի տեղ աչք, ակրայի տեղ ակրա, եւ եթե մեկի կյանքը վերցնի, նրա կյանքը պիտի վերցնի, արյուն թափողի, արյունը պիտի թափվեր։ Սա աստվածային օրենք էր, որ հավասարակշիռ էր բերում, այսինքն արդարության, հարթության վրա էր բերում ամեն բան։ Բայց Տեր Հիսուս այս օրենքը այնքան հոգևորացրեց, որ որևէ մեկը չպարծենա ասի, որ գիտեք, ես մարդ չեմ սպանում։ Ասաց, եթե դու մեկին չսպանես, բայց մտքիդ մեջ որևէ մեկին անմիտ անգամ ասես, դատաստանի պարտական ես։ Ուրեմն այս պատվիրանը կատարելը ըստ Աստծո տեսանկյունի, ոչ թե մարդկանց տեսանկյունի, անկարելիություն է։ Վարդան եղբայր, եբրայերեն բնագրի մեջ սպանել բառը գրված է ռազակ, որը նշանակում է իր բուն իմաստը բնագրի մեջ նախամտածված ոճիր, այսինքն սպանություն, որը ծրագրված է չարամտությամբ, ատելությամբ եւ վրեժխնդրությամբ, գիտակցաբար գործադրելով այդ անհատը իր ազատ կամքովը, այսպես է գրված բնագրի մեջ եւ երևակայեք այսօր սպանությունը մարդկանց համար հասարակ բառ է դարձել TV news-ը, եղլածը նայենք, ֆիլմերը, նույնիսկ քարտունները, որ երեխաները կդիտեն, խաղեր այդ PlayStation-ները, կնայես, որ բոլորը սպանություն են, բոլորը արյուններ են, եւ երեխան ինչ է, այդպես էլ մեծանում է սպանություններով, մտածում է, որ ես էլ մեծանամ, այսինչ արածը չսիրեմ, ինչ կանեմ, կկրակեմ, որքան դեպքեր գրանցվեցին high school-ներում, կսպանեմ իրեն, կսպանի չէ երեխան, ինչքան դեպքեր գրանցվեցին high school-ներում, որ աշակերտները զենքը գրպանը դպրոց մտան, ուսուցիչը սպանեցին, դասընկերներն սպանեցին, Աստված մարդուն չստեղծեց, որ իրարը սպանեն, այլ ընդհակառակը ծննդոց առաջի գլուխ 28 համարում գրված է շատ գեղեցիկ ձևով, երբ որ Աստված մարդուն իր պատկերով ստեղծեց, ինչ ասեց օրհնեց անոնք եւ ասավ աճեցեք ու շատցեք ու երկիրը լեցուցեք։ Երևակայեք, իսկ Օվսիա մարգարեության 4-րդ գլուխ 1-2 համարում ասում է, որ Տերը երկրի բնակիչներուն հետ վեճ ունի, քանզի երկրի վրա ճշմարտություն չկա, ողորմություն չկա, Աստծո գիտությունը չկա, երդումը, ստախոսությունը, մարդասպանությունը, գողությունը, շնությունը շատցեր են ու արյուններու կհասնեն։ Այնպես որ կյանքը Աստծո կպատկանի իր սաղմնային վիճակից միջև իմա։ Հետաքրքիր է, որ այսօր նորեն պիտի անդրադառնամ Եհովայի վկաններին։ Նրանք շատ դեմ են պատերազմը զինվորը գնալուց, մենք չենք գնա, Աստված ասել է մեզ մարդ մի սպանեք, մոռանալով, որ իրենք ինչքան մարդիկ են սպանում։ Ինչպես, ասեմ, երբ որ իրենցից մեկը հիվանդանում է,
որևէ դեպքով, որևէ հիվանդությունով պետք է Եվ որ գործողություն պիտի բժշկական, անի։ այո, գործողություն պիտի ատեն նրան, վիրահատելու պետքություն կա։ Եվ այս բժշկությունը, այս գիտությունը, այս դեղորայքը ամեն բան Աստծոց պարգև է մեզի։ Եվ այդ անհատի կյանքը կարելի է փրկել արյուն տալով կամ բան, նրանք երևակայք առանց իրենց ձեռքերը արյունը ուտելու, ասում են թող մեռնի այդ մարդը, իրենք պատճառ են դառնում այդ անհատը մեռնելու, երբ որ հնարավոր էր նրան փրկելու, եւ դեռ խոսում են, որ սպանություն մի անիր, մեզ Տեր Յովան ասեց սպանություն մի անիր, երևակայք։ Հաջորդական պատվիրանները սպանություն մի արա, շնություն մի արա, գողություն մի արա, քո դրացի դեմ սուտ վկայություն մի արա, քո դրացի տանը մի ցանկար։ Աստծո խոսքի մեջ նոր կտականում Հռոմեացիս 13-րդ գլուխ 9 համարի մեջ մեկ համարով ամփոփվում է։ Այս ամենը գրված է կամփոփվի քո ընկերոջը սիրես քո անձիդ պես։ Եվ օրենքի լրումը սերն է։ Եվ նոր կտականի մեծագույն պատվիրանը, մեծագույն մեսիջը սա է։ Քո Տեր Աստծուց սիրես քո ամբողջ սրտովդ, քո էությունդ եւ քո ընկերոջը սիրես քո անձիդ պես։ Սա է օրենքը եւ մարգարեությունները։ Երբ որ մենք ընդունում ենք Տեր Հիսուս Քրիստոսին մեր կյանքերի մեջ, այս պատվիրանն է, որ Աստված մեր առջև է դնում, եւ ինքն էլ այս պատվիրանը ի գործադրություն է դնում Սուրբ Հոգի ձեռքով, մեզ այս մնում է միայն հնազանդվել եւ ենթարկվել Աստծո հրամանին, եւ այդ ժամանակ Աստված է, որ Սուրբ Հոգիով մեզ առաջնորդում է իր ճանապարհների մեջ։ Սերներ Տեր Հիսուս օրենքի բոլոր պատվիրանները լիուլի կատարեց եւ ինքը ձերի փրկությունը բերեց, շնորհքը բերեց, մի բան, որին արժանի չէինք, բայց ինքը ձերի անվճար մեզ է հանձնում ասելով, որ հավատա եւ ունեցիր։ Հավատանք Տեր Հիսուս Քրիստոսին, որ ոչ միայն 2000 տարի առաջ աշխարհ եկավ եւ պատմական մի անձնավորություն եղավ, այլ որ մեր մեղքերի համար մեռավ եւ մեզ արդարացնելու համար հարություն առավ եւ հավիտյանս հավիտենից կենդանի է։ Եթե հավատանք, եթե մեր սրտերի մեջ իբրև Տեր եւ Փրկիչ ընդունենք, ինքը իր աստվածային շնորհներով մեզ պիտի օծի, մեզ պիտի իշխանություն տա Աստծո որդի կոչվելու եւ հավիտենական կյանքի ժառանգորդ։ Աստված օրհնի ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի։ Ամեն։ Տեր օրհնի Հելեն քույր։